Ելույթների համար հերթագրվել են մեր գործընկերները Գարիկ Սարգսյան, համեցեք պարոն Սարգսյան, մինչև 5 րոպե։ Հարգելի նախագահող, հարգելի ներկաներ, ես երկու պատճառով եմ այսօր այստեղ ներկա գտնվում եւ ելույթի համար դիմել էի պարոն Բաքոյանին, խնդրել էի ելույթի հնարավորություն տալ։ 2008-ին ես երկրորդ կուրսի ուսանող էի, եթե այստեղ ուսանողներ կան, օգտվելով առիթից 3 ուսանողների միջազգային օրներ շնորհավորում եմ ձեզ։ Շնորհավոր ձեզ ծննդյան օր, պարոն Սարգսյան։ Երկրորդ կուրսի ուսանող էի, նոր էի ծառայությունը ավարտել եւ հետ վերադարձել ԵՊՀ։ Իմ անունը դեռ մատյաններում խմբի մեր հոսքի ավագը չէր գրել։ Մի կողմից շատ լավ էր, որովհետեւ հետապնդվում էին ուսանողները, ովքեր որ բացակայում էին փետրվարի 20-ից մինչև մարտի 1-ը, շատ խիստ հետևում էին, այսինքն ճնշումներ, հետապնդումներ ոչ միայն մարտի 1-ի բուն մասնակիցների կամ Ազատության հրապարակում լինելու բերումով էին ենթարկվում, այլ նաև ուսանողները, ովքեր բացակայում էին դասերից։ Կապ չունի ինչ պատճառով էին բացակայում, վատառողջ չէին կամ ինչ որ հարգելի պատճառ ունեին, նրանք բոլորը դիտարկվում էին մեկ շերտի մեջ, մեկ հարթության մեջ, որ մասնակցել են ուրեմն Ազատության հրապարակի այդ հանրահավաքներին։ Ես մարտի 1-ի առավոտյան լուսադեմին նոր էի վերադարձել տուն, ժամը 3-ին երևի, գիշերը ժամը 3-ին էի վերադարձել, երբ որ արդեն քնած էի տանը վաղ առավոտյան եւ ինձ զանգահարեցին, ասացին, որ ազգային անվտանգությունը չէ, կարծեմ ներքին զորքերը, OMON-ն է հրապարակ ներխուժել եւ ծեծել են ժողովրդին, ես ասում էի նման բան չկա, ես մի քիչ առաջ եմ վերադարձել, հա, տենց բան չկա եւ իջա քաղաք, ինչ տեսա, որ բոլորը ծեծված, ջարդված, մեր շրջանից կային երկրապահից տղաներ, երջանկահիշատակ ոգին, կհիշեն Արարատից ովքեր կան, երկրապահի, արցունքաբեր գազ էին փչել իր աչքերի մեջ ու ծեծել էին լավ։ Բոլորը շարժվեցինք դեպի քաղաքապետարանի հրապարակ, այնտեղ նույնիսկ վիրավորում ստացավ այժմ մեր Արարատ համայնքի ղեկավարը Ասլանը Ավետիսյան, բոլորդ կհիշեք այդ կադրերը, գլխից վիրավորում ուներ, արյուն էր գալիս, հետո նրան որպես կազմակերպիչ կամ հրահրող, սադրիչ, ինչ-որ մեղադրանք առաջադրեցին, հոդվածը չեմ հիշում, դատեցին, նստեց, դուրս եկավ, փառք Աստծո հիմա առողջականը տեղն է։ Երկրորդ պատճառը, որ ես այսօր այստեղ ներկա եմ, Վեդի համայնքից, Վեդի խոշորացված համայնքից, Տափերական բնակավայրից եւ Եղեգնավան բնակավայրից մարտի 1-ի 2 սպանված ունենք, Տափերականից Տիգրան Աբգարյանը, որ այդ ժամանակ ներքին զորքերի ժամկետային ծառայող էր, եւ Սամվելը Հարությունյան, Էդիկը Հարությունյան, Էսպային հայրը այստեղ ներկա է գտնվում, եւ փոքր Վեդի բնակավայրից Խաչիկը Դավթյան, նույնպես Վեդի խոշորացված համայնքից են իրենք։ Ինչն է ուշագրավ այս պատմության մեջ, որ Տիգրան Աբգարյանի եւ Սամվել Հարությունյանի մահը գրանցվել է ապրիլի 10-ին եւ 10-ին Տիգրան Աբգարյանինը եւ 11-ին Սամվել ես այդ ինֆորմացիան եմ տիրապետում 10-ին եւ 11-ին ինչու եմ սա շեշտում այս ամսաթվերը, որովհետեւ ապրիլի 9-ին Սերժի ինագուրացիան էր։ Այս մարդկանց պահել էին այնքան ժամանակ, երևի ապարատներին միացրած կամ ինչ-որ ձևով, եւ ենթադրում եմ ինագուրացիայից հետո այլևս աղմուկը ոչ մեկին չէր հետաքրքրում, անջատել էին երևի կյանքի ապահովող այդ
սարքավորումները։ Այս երկու հանգամանքները շատ կարևոր են, այս ժամկետները մեր ընկերների իրանց բարեգթության մնացած այդ ժամկետը, որ պահել են հետո ինագուրացիայից հետո անջատել են այդ սարքավորումները, սա է շատ կարևոր, սրա վրա էլ պետք է ուշադրություն դարձնել։ Եվ 17 տարի անց, հիմա ավարտում եմ, ամփոփում եմ, պարոն Բակոյան, 17 տարի անց մենք այսօր մեր հասարակությունը սպասում է, որպեսզի հենց մեր արդարադատությունը իր վճռական եւ վերջնական խոսքը ասի, եւ մենք բոլորս կարողանանք հանգիստ շուրջ քաշել եւ հարազատները կարողանան իրենց խիղճը թեթևացած, այո, կարողանան շարունակել իրենց առօրյա կյանքը։ Այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, Արման Բաբաջանյան, համեցեք։